Հայկական տուֆը, ազգային մոտիվներն ու բիոնիկայի ֆուտուրիստական լուծումները մեկտեղվել են Երևանի սրտում, Պարոնյան 15 կոտորակ 5 հասցեում կառուցվող Փարաջանով Clubhouse-ում։ Գործարար Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած Rootsok Invest ընկերությունը Հրազդանի կիրճի հարևանությամբ է կառուցել Հայաստանի առաջին Clubhouse-ը։ Լոկացիայի տեղը մեծ նշանակություն վարականների համար պետք է լինի հանգիստ բնության գրկում, բայց ոչ հեռու կենտրոնից։ Clubhouse-ի կառուցման վայրը պատահական չի ընտրվել, այն քաղաքի կենտրոնում է, սակայն հանգիստ ու ներդաշնակ մթնոլորտում, մայրաքաղաքի ակտիվ ու գործարար ռիթմը Հրազդանի կիրճում խաղաղվում է։ Clubhouse, այսինքն դուք ձեր բնակարանում ձեզ ոչ մեկը չի անհանգստացնում, ձեր երեխային, ձեր ծնողներին, ամեն ինչ նրանց համար է, և խաղարապարակ կա, և մեքենան կանգնացնելու տեղ կա, և մոտենալու տեղ կա, և հեռանալու տեղ կա, ամեն ինչ անվտանգ է, այսինքն ամեն ինչ արված է այն նպատակի համար, որպեսզի բոլորին լինի, այնտեղ ապրողներին լինի, իրենց հյուրերի համար լինի շատ կոմֆորտ։ Փարաջանով Clubhouse-ը կառուցելիս նպատակը ոչ թե քառակուսի մետր վաճառելն է, այլ բնակչի հարմարավետությունն ու քաղաքային միջավայրի գեղագիտական արժեքի բարձրացումը, նշում է Ռուբեն Գրիգորյանը։ Փարաջանովի գաղափարությունն է, որպեսզի մենք բերենք Երևան այնպիսի ճարտարապետություն, այնպիսի լուծումներով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչպես է պետք շենքը կառուցել։ Ոչ թե այն գաղափարախոսությամբ, որ ասենք, թե ամեն մի կտոր, ամեն մի քառակուսի մետր օգտագործենք, որպեսզի հետո վաճառենք և փող ստանանք, այլ այնպես անենք, որպեսզի ինչ նպատակի համար ծառայում է ձեր շինությունը, մաքսիմալ լինի այդ նպատակի իրականացման համար։ Clubhouse-ի անվանումը ընտրելիս հաշվի են առել ոչ միայն այն հանգամանքը, որ այն Փարաջանովի տուն-թանգարանի հարևանությամբ է, այլ մեծ արվեստագետի ունիկալությունը, ինչպես Փարաջանովն էր էությամբ հայ, բայց ոճով, մտածողությամբ ու ապրելակերպով միջազգային, այնպես էլ Deluxe դասի այս համալիրն է համադրում հայկական ճարտարապետական ժառանգությունը, ժամանակակից էսթետիկան ու գերժամանակակից կառուցապատումը։ Ինչպես գիտեք, Փարաջանովը ունիկալ մարդ է, ունիկալ ստեղծագործող էր, ոչ միայն այն ֆիլմերի մեջ, իր նկարների, կոլաժների մոտ, և մեր շենքն էլ պիտի լինի ունիկալ, որպեսզի դասավորի Երևանի դեմքը, որպեսզի մարդը, որ տեսնում է նայում է այդ շենքին, հասկանա, թե որտեղ է գտնվում։ Պրեմիում դասի այս շքեղ համալիրի կառուցապատողը աշխարհում ու Հայաստանում հայտնի Rootsok Invest ընկերությունն է, որը նախագծել է Մոսկվայի Սենթ Ռեջիս հյուրանոցն ու Նիկոլսկայա պլազան։ Օգտագործվել են մոնոլիթ կառուցվածքի դասական տեխնոլոգիաներ, որոնք պահանջում են հսկայական քանակությամբ ամրաններ ու բարձրորակ բետոն։ Եթե սովորաբար օգտագործվում է 150-160 կգ ամրան 1 խորանարդ մետրի համար, ապա մեզ մոտ որոշ տեղերում այն հասնում էր 280 կգ-ի։ Պատվիրատուն որոշեց գնալ լրացուցիչ ֆինանսական ծախսերի, որպեսզի ամեն ինչ լինի հարմարավետ և հստակ։ Փարաջանով Clubhouse-ի համար ընտրվել են լավագույն նյութեր, բնական քար, շուկո ապակեպատման համակարգեր և Mitsubishi վերելակներ։ Սրանք անհավանական որակյալ մեխանիզմներ են, որոնք երկարակեցության և գեղեցկության երաշխիք են։ 125 բնակարանների ամեն դետալում բնակիչը կզգա փարաջանովյան էսթետիկան նախասրահի ձևավորումից մինչև տեխնիկական լուծումներ։ Mitsubishi, Schuko, Schneider Electric, Siemens սրանք միայն մի քանիսն են աշխարհահռչակ բրենդերից, որոնք ապահովում են նախագծի եվրոպական և ամերիկյան առաջատար տեխնոլոգիական լուծումները։ Մեր հոլդինգը ոչ միայն կառուցում է, այլև հետագայում շահագործում է այդ շենքերը։ Ունենք 30 տարվա փորձ, ինչը մեզ թույլ է տալիս ընտրել այնպիսի որակյալ նյութեր, որոնք տասնամյակներ անցել չեն հնանում։ Կարելի է ասել, որ մեր ընտրած նյութերը հավերժական են։ Մեր փորձը ցույց է տալիս, նույնիսկ երբ դիզայնի մեջ դարաշրջան է փոխվում, մեր նյութերը մնում են արդիական և չեն մաշվում։ 27 հարկանի պրեմիում դասի բնակելի համալիրի հսկայական համայնապատկերային պատուհանները ոչ միայն բացում են տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Արարատ լեռը, այլև ապահովում են բնակարանների բնական լուսավորությունը։ Հատուկ Փարաջանով Clubhouse-ի համար նախագծվել է ֆասադային ամբողջական կառուցվածքային լուծում, որն առանձնանում է տեսողականորեն մինիմալ պրոֆիլներով։ Շուկոյի ինժեներական թիմը մշակել է հատուկ թաքնված տարրեր, որոնք ստեղծում են թեթև ու թափանցիկ ճակատային մաս։ Գեղեցիկ տեսքից բացի ապահովվել է
է ջերմամեկուսացման բարձր մակարդակ ու կայուն միկրոկլիմա ամբողջ տարվա ընթացքում։ Компания занимается уже 70 лет. Ընկերությունն արդեն 75 տարի է գործում է եւ ունի հսկայական փորձառություն ապակեպատման ոլորտում։ Երբ մեզ վստահվեց Փարաջանով Clubhouse նախագծի մշակումը, դա իրական մարտահրավեր էր։ Պետք էր ստեղծել կամերային նախագիծ, որը մի կողմից ներդաշնակ կլինի բնության հետ, իսկ մյուս կողմից կդառնա քաղաքային կառուցապատման մաս։ Սա շատ հետաքրքիր նախագիծ էր։ Ստանդարտ տարբերակները բավարար չէին։ Մշակվեցին հատուկ լուծումներ, համակարգեր, որոնք թույլ տվեցին անտեսանելի կերպով ինտեգրել շենքը միջավայրին։ Երևանում առաջին նախագիծն է, որն ամբողջությամբ իրականացվում է կառուցվածքային ապակեպատմամբ։ Ենթակառուցվածքների առումով Փարաջանով Clubhouse-ը ինքնաբավ է սեփական գետափնյա զբոսավայրով, բնական պուրակներով, խաղահրապարակով, ֆիթնես կենտրոնով, 25 մետրանոց օլիմպիական լողավազանով եւ 5 հարկանի ստորգետնյա կայանատեղիով։ Համալիրի շինարարությունն ավարտական փուլում է, այն շահագործման կհանձնվի այս տարի։ Մնացել են սահմանափակ թվով բնակարաններ, որոնք Տուն Էքսպոյի օրերին ներկայացված են հատուկ առաջարկով ու զեղչերով։ Սա լավագույն հնարավորությունն է ամրագրելու ձեր նոր բնակարանը Երևանի ամենաոճային հասցեում։